Հակաերդողանական մեծամասնությունը կարծես իսկապես սկսում է ձևավորվել կամ աչքի առաջ ընդունել միանգամայն շոշափելի ուրվագծեր։ Ապրիլի սկզբին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն, եթե համընդհանուր ընտրությունները կայանային վաղը, 18-ից 29 տարեկան տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում Թուրքիայի քաղաքացիների գրեթե 1/3-ը կքվեարկեր առաջատար ընդդիմադիր Ժողովրդ հանրապետական կուսակցության օգտի։ Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը նախապատվություն է տալիս վերընշված տարիքային խմբի ընտրողների միայն 15.9%-ը։ Եռյակը եզրափակում է ուլտրաաջ հաղթանակի կուսակցությունը 12.8%-ով։ Միևնույն ժամանակ երիտասարդ քաղաքացիների 14.5%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում կամ ասել է, որ չի գնա ընտրությունների։ Քաղաքացիները պահանջում են երկրի զարգացման պարադիգմի սկզբունքային փոփոխություն։ Թուրքական հասարակության մեջ նոր մթնոլորտն այնպիսին է, որ Էրդողանը կարողացել է հակադրվել ոչ միայն պայմանական քեմալականներին եւ Թուրքիայի աշխարհիկ զարգացման կողմնակիցներին, այլև ոչ պակաս պայմանական պահպանողականներին։ Թուրք բնակչությունը նվազում է տարածաշրջանային անբարենպաստ գործընթացների ֆոնին։ Մենք կանգնած ենք սոցիալական աղետի առջև, քանի դեռ իշխանությունները սիրիացիներին բերում են Թուրքիա։ Այսպիսով Էրդողանի ռեժիմին ընդդիմադիրների դիմակայությունը վերածվում է հասարակության մի զգալի հատվածի դժգոհության, որն արտահայտվում է տարբեր ձևերով։ Ընդ որում, ըստ գիտնականի, խոսքն արդեն հեռու է ոչ միայն հիջաբ կրելու կամ ալկոհոլ օգտագործելու հետ կապված արժեքային հարթությունից, այլև էկզիստենցիալ հարթությունից։ Գործող առաջնորդի չափից ավելի տարվածությունը աշխարհաքաղաքականությամբ եւ արտաքին էքսպանսիայով, ինչը լավ նկատելի է Սիրիայի, մասամբ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի օրինակով սկսում է լրջորեն ազդել Թուրքիայի քաղաքացիների վիճակի վրա։ Հատկանշական է նաև այն, որ քաղաքական եւ սոցիալ-մշակութային խզվածքի գծերը վառ արտահայտված տարածաշրջանային ուրվագծեր են ձեռք բերում։ Իմամօղլուին, քեմալականներին եւ ընդդիմությանը ընդհանուր առմամբ աջակցում են հիմնականում հանրապետության ծովափնյա շրջանները, ներառյալ խոշոր մեգապոլիսներ Ստամբուլ, Իզմիր եւ այլն, մայրաքաղաք Անկարան, այն դեպքում, երբ Էրդողանին եւ նրա կուսակցությանը հիմնականում Անատոլիայի խորքային շրջաններն են։ Sevgili Antalyalılar, Հասկանալի է նաև այն, ինչպես դա հաճախ է եղել թուրքական պատմության մեջ, որ շատ բան կախված կլինի քրդական կուսակցությունների կողմնորոշվածությունից։ Նրանց ձայները կկարողանային միանալ իշխող կոալիցիային, ավելացնելու խորհրդանում բացակայող քվեն սահմանադրությունը փոփոխելու համար։ Վերջինս Էրդողանին պետք է որպեսզի օրինականորեն ավելացնի նախագահական ժամկետը եւ պատահական չէ, որ այդ հանգամանքը փորձագետները նշում են որպես Էրդողանի հերթական քրդական գարնան հիմնական դրդապատճառը, ներառյալ միջնորդավորված բանակցությունները ՑՄՀ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ, որը փետրվարի վերջին կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքն ու ինքնալուծարվել։ Ya Allah, Bismillah.